Ովքեր ունեն Սուրբ Հոգու ցանկությունը և աստվածային սիրո բաղձանքը, նրանք սպասում են Աստծո Որդու գալստյանը և փափագում անմահ փառքը, միշտ խորհում վերինի մասին և հանապաստ դնչում այնտեղի ուրախությանը, ուրանում, արհամարում առօրեական բաները և օրըստորե վեր բարձրանում ոչ միայն հավատքի ճշմարտությամբ, այլև վարքի առաքինություններով, միշտ հսկում սրտի սրբությամբ և հանապաստ պատրաստ լինում հոգիների անարատության համար, նաև ընթանում և ապրում են աշխարհում ոչ ըստ այս աշխարհի հաճույքների, այլ ինչպես այլ աշխարհի օտարականներ, թափառականներ և մանուկներ նեղվում ու մաշվում են բազում կարիքներից, բայց զորանում այն հույսով, թե ուր ես եմ, այնտեղ և իմ պաշտոնյան կլինի։ Այսպիսին են հոգևորների պատիվները և աստվածասերների պարգևները։ Իսկ ես չարի բազում նետերից վիրավորվեցի և հաղթվելով պարտավորվեցի, խոստովանում եմ իմ պարտությունը և ծանուցում իմ ամբարշտությունը, պատմում եմ իմ անթիվ մեղքերը և ողբում իմ ահեղ անօրենությունները, քանզի վերքերիս ցավերը հարկադրում են ինձ պատմել և իմ աղետների վարանումները ստիպում են ինձ պաղատել, վերքերիս դեղ որոնել և հանապաստ արտասուքի վտակներ խնդրել, որով մեղքերս լամ և վերքերս բժշկեմ, որը մեծ բաղձանքով հանապաստ ցանկանում եմ և ըղձալի տնչանքով հարաժամ հայցում, ողբալու այն մարգարեական խոսքերով, որպեսզի նրա հետ ձայնակցելով, ողբայի և արտասվելով միշտ բարբարեի գորովի աղերսալի ձայնը ասելով, թե մեկն իմ գլուխը բազում ջրերի շտեմարաններ դարձներ և աչքերս արտասուքների հորդ աղբյուրներ, և միշտ օր ու գիշեր անդադար լաց լինեի, դառնապես արտասվելով իմ ամբարշտության համար, վարանելով իմ չարիքների համար, լալով իմ անօրենությունների բազմության համար, միշտ ողբալով իմ մեղքերի համար, հեծելով իմ անբավելի հանցանքների համար, հառաչելով իմ անթիվ պղծությունների համար, կոծելով իմ ահեղ կործանման համար և դառնապես ողբալով տանջանքների աղետների համար, քանզի հանցանքներիս խղճմտանքը հանապաստ հեղձում է ինձ, և չարիքներս հարաժամ չարչարում են ինձ, երբ նայում եմ իմ անթիվ մեղքերի բազմությանը և ահավոր ախտերի անօրենությանը, որ միշտ մաշում է մարմինս, խարշատում ոսկորներս, ճմլում սիրտս, գալարում որովայնս, և իմ անձը դողում է երկյուղով և բոլոր անդամներս հանապաստ հալվում են, քանզի վարանում եմ իմ վերքերի ցավերի համար և իմ միտքն ապշած համառում է, քանի որ գիտեմ բարին և անում եմ չարը, իմանում եմ արդարությունը և գործում անօրենությունը, խոսում եմ արդարության և խորհում անիրավության մասին, սուրբ եմ երևում և մերձենում աղտեղությունների, ճանաչում եմ ճշմարտությունը և մոլորության հարում, տեսնում եմ լույսը և փափագում խավարը։ Արդ ով պիտի լաց լինի ինձ համար, և ով պիտի ողբա մեղքերով մեռածիս և անօրենությամբ կործանվածիս, ամբարշտությամբ խավարի խորքերի և անդունդների մեջ ընկածիս համար, քանզի չարիքներս չարչարում են ինձ և պղծություններս սպանում, և արդ ինչ կերպով լաց լինեմ, կամ ինչպես ողբամ իմ անթիվ մեղքերի բազմության համար, որ հիվանդացել եմ այս հանցանքներից և իմ ծուլությամբ ցավահարվել, քանզի ինձ անմահություն խոստացավ, իսկ ես մնում եմ այս մահվան մեջ, հրավիրեց դեպի վեր երկինք, իսկ ես իջնում եմ դժոխքի անդունդները, պատրաստեց փափագելի դրախտը, իսկ ես ընտրեցի խոցոտիչ փուշը, նաև պատրաստեց մշտնջենավոր կյանքը և փառքը, իսկ ես ինձ մեղքով սպանեցի, և արդ այս ամենի համար ինչ սուգ բավական կլինի կամ ողբալու ինչ ողբեր, արտասուքների ինչպիսի լալում կամ պաղատանքների ինչպիսի հառաչանքներ, ինչպիսի աշխատություններ կամ առաքինության ինչ ջանքեր կբժշկեն իմ վերքերը
քանզի անթիվ ու անհամար են։ Եվ իմ անձը հեղգում է ծուլությամբ, թուլանում ահեղ մեղքերի բազմությունից լքված և գեհենի անշեջ հրից սարսելով սարսափում, քանզի հիշելով ահեղ դատաստանի մեծ օրը և բեմի սոսկալի առավիթքները, հոգիս դողում է երկյուղով և միտքս ահով սարսափում, սիրտս ողբալ է պահանջում և աչքերս արտասուքներ են բաղձում։ Ահեղ ատյանի ահը շտապեցնում է ինձ ապաշխարել, իսկ չարի պատրանքները հանապաս ինձ թուլացնում են։ Եվ ահա նեղված եմ երկու կողմից և ամբողջությամբ տագնապած, քանզի օրերս միշտ մեղքերի մեջ անցկացրեցի և կյանքս անօրենության մեջ ծախսեցի, մեկին չարարեցի բարին և երբեք չստացա արդարությունը, այլ ապականելով բոլոր անդամներս կորստյան մատնեցի բազմադիմի հանցանքներում։ Բերանս պղծեցի բամբասանքներով և լեզուս աղտոտեցի դատարկ խոսքերով, ունկս տվեցի իլուր չարության, աչքս նայելու աղտեղիների, սիրտս զազիր խորհուրդներով և իմ անձը հանապաս վարեցի անպարկեշտ ընթացքով, մարմինս ամենևին առողջ չպահեցի, սիրտս ճշմարիտ, քանզի մեղքերով ցավերի մեջ եմ և հանցանքներով հիվանդությունների։ Ցանկանում եմ զղջալ, խոստովանել, իսկ թշնամին հապաղեցնում է, ցանկանում եմ մտնել ապաշխարության վարքի մեջ, իսկ թշնամին ծուլացնում է, ցանկանում եմ Աստուծո առաջ ընկնել, իսկ թշնամին հեռացնում է, ցանկանում եմ պաղատել, աղերսել, աղաչել, իսկ թշնամին կարծրացնում է, ցանկանում եմ ողբալ ու արտասուքներով լալ, իսկ թշնամին ցամաքեցնում է, ցանկանում եմ ողորմել աղքատին, իսկ թշնամին հիշեցնում է իմ աղքատությունը, ցանկանում եմ մաշել ինձ պահքով, իսկ թշնամին հիշեցնում է ինձ մարմնով տկարանալը, ցանկանում եմ խոնարհվել և հնազանդվել եղբորը, իսկ սիրտս խստանում է ամբարհավաճությամբ, քանզի ինչով որ կարող եմ մեղքերս քավել, նրա դեմ պատրաստված եմ գտնում թշնամու չար որոգայթները։ Եվ արդ բոլորովին նեղված եմ, և հոգիս հանապաս հեծում է, հիշելով մեղքերիս բազմությունը, երկյուղով դողում եմ և վարանում խորհուրդներիս զազրությունից, անսրբություններս տեսնելով ողբում եմ հանապաս և իմ անօրենությունները հիշելով ինձ վրա են հասնում տարակուսանքների արհավիրքները և վշտերի ցավերն են ինձ զարկում, քանզի միշտ տեսնում եմ ահեղ ատյանի ահը և մեծ և ահավոր բեմի արհավիրքները, փողի ահեղ հնչումը, հրեշտակապետի ահազդու բարբարումը, ծովածավալ հրի բորբոքումը և ծավալումը ողջ երկրով մեկ, արդարների վեր ելնելը և մեղավորների մնալը, բոլոր մեղավորների հավաքվելը և գործերի ու խոսքերի հաշիվ տալը, դատավորի սոսկալի դեմքը, դատաստանի աններելի օրը, մեղավորների չար ամոթը և դառն անվախճան հավիտենական տանջանքները։ Եվ այս ամենի պատճառով հեծում ու դառնապես լալիս եմ, անդադար ողբալով իմ մեղքերը, քանզի հույժ ահեղ եմ տեսնում գեհենի արհավիրքները և սոսկալի աղետների տեսչությունը, ուր չեն օգնում ոչ ունեցվածք, ոչ էլ որևէ աղաչանք, օգուտ չեն տալիս ոչ լաց, ոչ էլ արտասուքներ, պետք չեն ոչ հեծություններ, ոչ էլ հառաչանքներ, ոչ արդարներն են աղերսում, ոչ էլ սուրբերը բարեխոսում մեղքով ընթացածների համար։ Ծանոթներին անծանոթ ես, մերձավորներից հեռու, սիրելիների համար ատելի ես և բարեկամների համար թշնամի, ամենևին ամայի ես և օտար բոլորին։ Ոչ մեկին չես կարող աղաչել, ոչ մեկը քեզ չի ճանաչում, ողբում և ողորմագին լալիս ես, և ոչ մեկը քեզ վրա չի խոնարհվում, ծարավից չորացած տապակվում ես, և մեկը քեզ չի ողորմում, հանապաս այրվում ես և ամենևին հնար չես գտնում խորովումից,
միգա պատված ես հնոցների կրակի մեջ և աղջամղջով պատված աննշմարելի գեհենի մեջ, գարշահոտ և որդերած խավարային գուբերում և ներքին տարտարոսներում, ներքևից հրով բորբոքված, իսկ վերևից ահեղ հրահոսանքներ, որ հորդալով իջնում են հրեղենների հորդահոս գետերից, ուր շոշափելի խավարն է։ Եվ ամենևին չես կարող տեսնել որևէ մեկին, քանզի մթապատված ես սևաթույր մեկով և գցված կայծակների մեջ։ Անդադար լալիս ու ողբում ես, և միայն քո վարանումներն ես կոծում, քանզի ահեղ աղետների ցավերի պատճառով միայն քեզ ես համարում չարչարանքների տանջանքների մեջ։ Հանապաս հեծում ես և դառնապես լալիս, անհանգիստ ու անմխիթար, վշտեր, նեղություններ, մշտնջենավոր տառապանքներ, անդադար տանջանք և աններելի տագնապում, անպատում ցավեր և աննման կսկիցներ, ամեն ինչից վարանումներ և միայն տարակույսներ։ Քանզի այնտեղ միայն ճիչ ու վայ է լսվում, այնտեղ թախանձանքներ ու աղերսներ են, միայն լսում ես հեծեծանքներ ու հառաչանքներ, հեծել ու տագնապել, անդադար լալ ու ողբալ և ողորմություն չգտնել, այլ միշտ խաշվում ես վշտերի մեջ, հանապաս մաշվում կարոտության մեջ արտասուքներով ու պաղատանքներով հանդերձ, որոնք ոչ ոք չի լսում և ոչ էլ պաղատանքներն են ընդունվում, քանզի ուշ է արդեն։ Այլ այստեղ է պետք լալ և ողբալ, այստեղ է պետք հեծեծել ու հառաչել, այստեղ է պետք աղաչել, աղերսել ու թողություն խնդրել, քանզի այստեղ են արտասուքների շահը և աղոթքի օգուտը, ողորմության սերբերն ու ապաշխարության պտուղը, հառաչելու և ողորմություն խնդրելու ժամանակը։ Եվ արդ, այստեղ մարմնական սուղ նեղությունները փոխանակենք անսպար տանջանքների ցավերի հետ, որպեսզի սակավ պահքի, այս աշխարհի ջանքերի միջոցով փրկվենք գեհենի ահեղ կայծակներից և բորբոքված բոցից, աղոթքի փոքր-ինչ տքնությունների միջոցով փրկվենք հրեղենների հորդահոս գետերից, սուղ տրտմությամբ փրկվենք ահեղ հնոցներից և կրծող չարաժանիք որդերից, այստեղ հեծեծելով ու հառաչելով, այնտեղ փրկվենք դառը տանջանքներից և աննշույլ խավարից, այստեղ մի փոքր լալով և արտասվելով, այնտեղ փրկվենք միշտ լաց լինելուց և հանապաս ողբալուց, և այստեղի միապաշխարության փոխարեն այնտեղ փրկվենք միգապատ խավարից, դառը մահից և հավիտենական ամոթից։ Եվ արդ, այս ամենը խորհրդածելով, ով անձ իմ բազմամեղ, հեղք մի եղիր պահքից, մի ծուլացիր աղոթքից, մի դադարիր զղջալուց, մի ուշացիր խոստովանությունից, մի վհատվիր ապաշխարությունից, մի հոգնիր ողորմությունից, մի դադարիր լաց լինելուց, մի հանգստացիր ողբալուց, մի սպասիր վախճանին, մի հուսա ծերության վաստակի վրա, մի համարիր, թե աշխարհում բազում տարիներ ես անցկացնելու, մի կարծիր, թե հետո կապաշխարես, քանզի գող է թշնամին և խաբող, խաբում է քեզ և այսպես ուշացնելով կործանում։ Ասում ես այժմ կգործեմ, ապա կապաշխարեմ, ասում ես մանկությանս տարիներին կհանգստանամ, իսկ ծերությանս տարիներին կապաշխարեմ, ասում ես այսօր կապրեմ, կվայելեմ, իսկ վաղը կպահեմ, ասում ես այժմ կհղբանամ, ապա կպարկեշտանամ, ասում ես այժմ կժողովեմ, ապա կսփրեմ աղքատներին։ Այսպիսին են թշնամու պատրանքները, որոնցով խաբում և կորստյան է մատնում մեզ, տարեցտարի բռնելով և ժամ առ ժամ ձգձգելով բարին գործելը։ Եվ արդ չխաբվենք այսպիսի պատրանքներով, անհայտ է վախճանի օրը, անտեսանելի է ելքն այս աշխարհից, վրա է հասնում երկունքի պես և չես հասցնում զղջալ ու ապաշխարել, գիշերով վրա է հասնում գողի պես և չի թողնում կոծել ու ապաշխարել, թռչնորսների թակարդի պես բռնում է արագ և չի տալիս լաց լինել, հեծել և ողորմություն գործել, առյուծի պես հարձակվում է, մռնչում և հափշտակում
և բոլորովին չես հասցնում։ Եվ արդ, անձիմ, ինչ պիտի անես, կամ ինչ պիտի գործես դու, որ խորում ես բարին և չես կատարում, կամենում ես ողորմել և հապաղում ես, ասում ես պետք է զղջալ, և Դավթի նման արտասուքներով չես թռչում մահիճդ։ Նա նաև ասում է. «Մոխիրը որպես հաց կերա, և իմ ըմպելիքն արտասուքով խառնեցի, և ողջ գիշերն անդադար դառնապես հեծեծում ու լալիս էր»։ Հոժար ես պահելու, և նինվեացիների պես խարազանի ու մոխիրի մեջ չես մտնում, նաև ասվում է, որ դարձան բոլոր չար ճանապարհներից և անօրեն գործերից, որ գործում էին։ Ախորժում ես արտասվել ու լալ, և պոռնիկի պես խնդաղատակին չես ողբում, կամենում ես ողորմել նեղյալներին և ոչ այրի կնոջ պես, որ ամեն ինչ զոհեց։ Արդ, այսպիսին է ապաշխարության ջերմությունը, որ ոչ ունեցվածք, ոչ էլ մարմնի ճիքեր է խնայում, այլ նեղում, մաշում ու տառապեցնում է և միայն փնտրում է մեղքերի թողություն և հոգիների ախտերի բժշկություն, որով մենք նույնպես քավենք մեր մեղքերը և բժշկենք մեր հոգիների վերքերը։ Քանզի մեղքերը քավերը լինում պաղքով և ծոմաջան տքնությամբ, մեղքերը քավերը լինում աղոթքներով, խնդրվածքներով և գորովագին պաղատանքներով, մեղքերը քավերը լինում խարազանով, մոխրով և գետնատարած անկողնով, մեղքերը քավերը լինում լալով, ողբալով և տնանքներին գթալով, մեղքերը քավերը լինում հոգոց հանելով, հառաչելով և անդադար հեծեծանքներով, մեղքերը քավերը լինում հեզությամբ, խոնարհությամբ և հնազանդությամբ, մեղքերը քավերը լինում աղքատությամբ, անընչությամբ և մերկությամբ, մեղքերը քավերը լինում բարի գործերով և բոլորի հանդեպ բարերարությամբ, մեղքերը քավերը լինում եղբայրասիրությամբ և Աստծո երկյուղով, մեղքերը քավերը լինում ուղիղ խրատով և վարդապետությամբ, ըստ այնմ թե ով դարձնում է մեկին չար ճանապարհից, փրկում է իր հոգին մահվանից և ծածկում իր մեղքերի բազմությունը։ Նաև միայն ճշմարիտ դարձը և ուղիղ խոստովանությունը բավական են փրկվելու և արդարանալու համար, ըստ այնմ թե նախ դու քո անօրենությունները պատմիր, որպեսզի փրկվես։ Եվ արդ, դու ինչ ունես ասելու անձիմ բազմամեղ, եթե այսքան դեղերով չես բժշկվում։ Սակայն փութա, մի հապաղիր, զարթնիր դառնանիր քնիցդ, դարձիր կորստական ճանապարհիցդ, փարատիր անգիտության խավարը, սթափվիր անզգա մոլորությունիցդ և ուշքի եկ, թոթափիր քեզանից մեղքերիդ սաստկությունը, թեթևացրու անօրենության բեռներիդ ծանրությունը, քավիր հանցանքներիդ անթիվ բազմությունը, բժշկիր չարաչար վերքերիդ խոցվածքները և լվա ամբարշտությանդ տիղմի ժանտահոտությունը, որպեսզի սրբված և մաքրված հոգով, լուսազարդված և մեծապայծառ մարմնով կարողանաս համարձակադեմ և զվարթերես անցնել տիեզերական ահեղ և անթիվ բանակների միջով, կանգնել Աստուծո ահավոր և մեծ բեմի առաջ և լսել նրանից երանության քաղցրալուր բարբառը և աշխարհատես հրապարակի ավետիսը, թե «Եկեք իմ հոր օրհնյալներ և մտեք, ժառանգեցեք երկնքի բարության վայելչությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ, նրան փառք և պատիվ հավիտյանս հավիտենից, ամեն»։